Matryoshkan Telegram-ի ալիք չէ, եւ ռուսական տիկնիկների մասին կատակ չէ։ Դա Կրեմլի բոտերի, տրոլների եւ անանուն հաշիվների ցանց է, որը կեղծ ուղղահայաց տեսանյութեր է արտադրում, դրանց վրա դնում արևմտյան կառույցների լոգոներ եւ միաժամանակ տարածում X-ում, Telegram-ում, Blue Sky-ում եւ փակ խմբերում։ Հիմա թիրախը Հայաստանն է։ Ապրիլի 17-ին ամերիկացի սենատորներ Ջին Շահինը եւ Թոմ Թիլիսը Meta-ից եւ Google-ից պահանջեցին ռեսուրսներ հատկացնել Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության դեմ պայքարելու համար։ Matryoshka-ի պատասխանը եկավ անմիջապես։ Կեղծիքներ Կանադայի AGN-ի, Bloomberg-ի, Vigilum-ի, Google-ի եւ նույնիսկ Kris Jenner-ի անունից։ Բոլորը հորինված, որ թվա թե արևմուտքն ինքն է մերժում Ռուսաստանի մասին զգուշացումը։ Մի տեսանյութում սենատորները իբր գյուղատնտեսական հողեր են գնում Հայաստանում։ Մյուսում Վիգինումը իբր ասում է, թե ռուսական ապատեղեկատվություն չի գտել, մինչդեռ ֆրանսիական այդ կառույցի առաքելությունը հենց օտարերկրյա թվային միջամտությունը հետևելն է։ Մեկ այլ կեղծիք վերցնում է Storm 1516-ի իրական տակտիկը եւ վերագրում Հայաստանի իշխանություններին։ Մեխանիզմը կեղտոտ է եւ ճշգրիտ։ Վերցնում են իրական փաստը, սենատի նամակը, հետո այն շրջում են կեղծ աղբյուրների միջոցով։ Նամակում նշվում է ավելի քան 100 մանիպուլյատիվ էջ եւ առնվազն 17 YouTube ալիք, որոնք ապատեղեկատվություն են տարածում։